Ռուս-հայկական համալսարանի և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համագործակցությամբ 9 տարի անընդմեջ կազմակերպվում է ունիվերսիադա։ Փետրվարի 20-ին տեղի ունեցավ Ունիվերսիադա 2026-ի բացման արարողությունը, որը համախմբեց Հայաստանի 22 առաջատար բուհերին, նպատակ ունենալով խթանել ուսանողական ակտիվությունը։ Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատվո-պահակային վաշտի ցուցադրական ելույթով, որը ստեղծեց հանդիսավոր և պատասխանատու մթնոլորտ։ Ելույթից հետո Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին մարտական գործողությունների ընթացքում զոհված ուսանողների հիշատակին։
Արարողությունը շարունակվեց ռուս-հայկական համալսարանի մշակույթի տանը, որտեղ միջոցառումը մեկնարկվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։ Ներկայացվեցին նախորդ տարվա ունիվերսիադայից հատվածներ և միջոցառումը շարունակվեց ոգևորությամբ և բարձր տրամադրությամբ։ Ներկայացվեցին մասնակից բուհերը և յուրաքանչյուր բուհի դրոշ ծափողջույններով բարձրացվեցին բեմ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Ընդհանրապես մենք մեր պետության, հասարակության, երիտասարդության մասին խոսելիս առաջնահերթ միշտ աչքի առջև ունենք այն ամենը, ինչ կապում է մեր ներկան ապագայի հետ։ Եվ ապագայի տեսանկյունից այստեղ այսօրվանից կսկսվի այն միջոցառումը, տեղի կունենան այն հարաբերությունների ձևավորումը, որը շատ, այսպես ասեմ, ուղղակիորեն կձևավորի տեսանելի ապագայում մեր երիտասարդների հարաբերության որակը, որովհետև մեկը մյուսին ճանաչելով դուք ինքներդ եք հարստանում եւ տարբեր բուհերում կան հնուց եկող եւ նոր ձևավորվող ավանդույթներ, որոնք հարստացնում են մեզ բոլորիս, մեր ավորյան դարձնում են էլ ավելի հետաքրքիր։ Իսկ եթե հաշվի առնենք, որ նաեւ մենք մրցակցելու ենք մեկս մյուսի հետ, մրցակցության արդյունքում իհարկե ձևավորվում են նաեւ այսպես կոչված լիդերներ։ Կհաղթի ուժեղագույնը, տեսնենք ինչպես կստացվի, այնպես որ ողջունում եմ բոլորին, բարի երթ։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի պետ գնդապետ Արսեն Մանգասարյանը իր խոսքի մեջ նշեց, թե ինչ ոգևորությամբ էին սպասում այս միջոցառմանը։ Այն միջավայրը եւ մթնոլորտը, որտեղ մեր կուրսանտները այս ամբողջ ընթացքում մրցելու են այլ բուհերի ուսանողների հետ, շատ ոգևորիչ է եւ այո, այն փորձի փոխանակում, այն գիտելիքների փոխանակումը, նաեւ այն սպորտային մրցակցային ձևերը, որոնք որ կան, իհարկե միմիայն նրա համար են, որպեսզի մեր ուսանողների, մեր ապագայի երիտասարդների որակը մենք բարձրացնենք, եւ ես համոզված եմ, որ այն թիմերը, որոնք որ ներկայացել են այսօր 22 թիմերը, շատ լավ են պատրաստվել, որովհետեւ մեր տեսանկյունից ասեմ, Ռազմական ակադեմիան լավ նախապատրաստվել է եւ իհարկե ուզում ենք հաղթենք, չնայած վերջում ամփոփելով պետք է ասեմ, որ մենք բոլորս արդեն հաղթանակած ենք, որ մասնակցում ենք այս միջոցառմանը։ Բոլորին բարի երթ, բոլորին հաջողություն եմ մաղթում եւ թող հաղթի լավագույնը։ Շնորհակալություն։ Ամփոփելով ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմագիտակրթական քաղաքականության վարչության պետ Լևոն Խաչատրյանը ընդգծեց, թե որքան կարևոր են այս տեսակ միջոցառումները ուսանողների համար։ Ունիվերսիադան միջոցառում է, որտեղ որ սպորտային ոգին ու մրցակցությունը առաջնային տեղում է։ Իսկ սպորտային միջոցառումների եւ ինտելեկտուալ մրցակցության ժամանակ ամենացայտուն կերպով է երևում, որ դու կարող ես հաղթել, հետո պարտվել, հետո հաղթել, հետո լիքը հաղթել, հետո բայց վերջում պարտվել։ Եվ ընդհակառակը, լիքը պարտվել, բայց վերջնարդյունքում հաղթել։ Սա ամենացայտունը երևում է այսպիսի միջոցառումների ժամանակ։
Եվ այս ամբողջ շղթայում կարևոր է հասկանալ այն, որ կարևոր է շարունակաբար զարգանալը եւ առաջ գնալը։ Եվ կարևոր է գիտակցությունը, որ այո, պայքարը շարունակվում է միշտ։ Ինքը քեզ համար եւ ընդհանրապես։ Լավ երթ, ազնիվ մրցակցություն եւ արդար պայքար բոլորին։ Շնորհակալություն պարոն։ Հյուրերի ելույթից հետո դահլիճը լցվեց հայրենասիրական ոգով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երգի պարի համույթը հանդես եկավ հայրենասիրական երգերով։ Ունիվերսալյան կարելի ասել, որ արդեն բացված է, հուսով եմ բոլորը տրամադրված են թեժ պայքարին, արդար պայքարին, ևս մեկ անգամ շնորհակալություն ռուս հայկական համալսարանին մեծ հյուրընկալելու համար, բոլորը միասին բուրըն ծափարությունները, շնորհակալություն պաշտպանության նախարարությանը, շնորհակալություն պաշտպանության նախարարության, Վազգեն Սարգսյանի անվան, ռազմական, ակադեմիայի ծափարություններով և բոլորիս բարի ընթացք։ Գնացին։ Միջոցառումը եզրափակվեց Ունիվերսիադա երգի ներքո, ուղեկցելով հյուրերին մեծ ոգևորությամբ։ Մենք այսօր ուժեղ ենք, մենք այսօր հպարտ ենք հայեր, քաջենք, մեր վաղվաղավորը լավ արջերու տոնը։ Պաշտոնական հատվածից հետո մեկնարկեց ժամանցային մասը, After Party DJ Սիանայի մասնակցությամբ, որն անցավ աշխույժ և ուրախ մթնոլորտում։
Excuse me, make you pop the girl. Do you have any idea what you starting, girl? Me tickling, look at me wiggling, slipping off, looking booty itches and jiggling. You walk, I see it, baby girl. You talk, I believe it, baby girl. I like that thing. Everybody can be like, hey ladies, jump it down, just wanna see you touch the ground. Hey ladies, jump it down, just wanna see you touch the ground. Hey ladies, oh, shut up, go bonanza. Shake your body like a belly dancer. Hey ladies, jump it down, just wanna see you touch the ground. Don't be shy, girl, go bonanza. Shake your body like a belly dancer. Hey ladies, jump it down, just wanna see you touch the ground. Don't be shy, girl, go bonanza. Shake your body like a belly dancer. Don't be shy, girl, go bonanza. Shake your body like a belly dancer. Ունիվերսիադա 2026-ի մեկնարկը պաշտոնապես տրվեց, ազդարարելով մարզական, մշակութային և ինտելեկտուալ մրցումների ակտիվ շրջանը։